Ամեն բանից առաջ եկեք սրտանց ասենք փառք Տիրոջ եղբայրներ քույրեր։ Շնորհակալ ենք Աստծուց այս պահի համար, իր ողորմության համար։ Շնորհակալ ենք Տիրոջից, որ Տերը մեզ գտավ ու մեզ բերեց իր տուն, հավաքեց մեզ հետ խոսելու համար։ Եվ ես ուզում եմ, որ մենք մեր սրտերը բացենք նրա կենթանի խոսքի առաջ ու ասենք Տեր, քո խոսքը դիր իմ սրտի մեջ, որ ինձ համար լինի բժշկություն։ Մենք եկել ենք Աստծո տուն, որ ասենք նրան, Տեր իմ եւ Աստված իմ։ Եկել ենք նրան ասելու շնորհակալ ենք, որ մենք չենք հավատում մեռած Աստծու, մենք հավատում ենք հարուցյալ Քրիստոսին, գոհություն նրան։ Մի անձնավորություն մոտենում է մի հատ մուսուլմանի ասում է, գիտես, ես ուզում եմ լսել քո հավատքի մասին։ Սա սկսում է խոսել, վկայել, ասել, ու սա լսողը հարց է տալի, իսկ քո հոգու առաջնորդը ինչից համերել, ասում է հիվանդությունից, նա գերեզման ունի, ասում է այո, այս ազնվությունը թողում հեռանում է, մոտենում է մի քրիստոնյայի, ասում է ես ուզում եմ իմանալ քո հավատքի դավանանքի մասին, քրիստոնյան սկսում է վկայել խաչյալ ու հարուցյալ Քրիստոսի մասին, այս ազնվությունն ասում է քո հավատքի առաջնորդը գերեզման ունի, քրիստոնյան պատասխանում է ոչ, նա փառքով հարություն առել, գոհություն նրան, այս ազնվությունն ասում է ես գալիս եմ նրան պաշտելու, որովհետև նա գերեզման չունի, նա հարություն առել, փառավորվի նրա թանկանունը։ Մեր Տեր Հիսուսը այնքան է խոստումով առատ, որ ասում է ձեզ որ պոանտեր չեմ թողի, կգամ ձեր հետևից։ Այո եղբայրներ, քույրեր, ես հաճախ ասում եմ, այդ հարությունը նրանը չի, այդ հարությունը իմն է, Տերն է ինձ հարություն տվեց, ինձ համար մեռավ, սիրուց մեռավ եւ ոչ թե ուրիշ շարժառիթի, նա իր կորցրածը գտավ, Քրիստոսի արյունով մեզ գնեց ու մեզ ասեց, ձեզ որբ ու անտեր չեմ թողի, ուր ես եմ, դուք էլ այնտեղ պիտի լինեք, փառավորվի նրա թանկանունը։ Երկիրը, մահը, գերեզմանը չկարողացավ Քրիստոսին պահել իր մեջ, պահապան զինվորները չկարողացան պահել, Հռոմի կրիքը չկարողացավ պահել, հրեշտակն իջավ, քարը մի կողմ գլորվեց, որտեղ Աստված ծրագիր ունի մեղավորը փրկելու, իր սեփականությունը փրկելու, ինչի եմ ասում իր սեփականություն, որտեղ Աստված ես տենց եմ պատկերացնում, իր ձեռքով տրորեց, հողու փոշուցը շինեց մարդը եւ իր հոգուցը դրեց նրա մեջ, մենք նրա աշխատության պտուղն ենք, Աստված մեզ ողորմություն արեց, այն ինչ որ մենք կորցրեցինք Ադամով, գտանք Հիսուսով, փառք նրան, որ մենք չենք հավատում, այո, մենք չենք հավատում մեռած Աստծու, մենք հավատում ենք խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսին, մենք հավատում ենք խոստումով առատ, որ նա հորաչուն նստած բարեխոսա մեզ համար, ես սպասում ենք նրա փառավոր գալուստին ու ասում ենք մեզ ողորմա Տեր, մեզ պատրաստի Տեր, մեզ հագցրու երկնային հանդերձներ, որ գաս մենք էլ քեզ հետ ընդեղ լինենք։ Եղբայրներ, քույրեր, հարազատներս Քրիստոսով, շատերը մեզ սենց էին ասում, ես մի հատ նաչալնիկ ունեի, այստեղ են ինձ ասում էր այդ տղա հարիվ ես, քեզ խաբել են ու ասում են Աստված կա։ Մի որոշ ժամանակ հետո սա մեռավ, որ մեռավ, սես մի հատ միտք առա ինձ իր հետ խոսում է, ասի Տավրոս ջան, հիմա հայտնվեցիր այդ հարիվ Արմենի կենթանի Աստծո առաջ։ Ու հիմա այդ Աստվածն ասում է Տավրոս ջան, հիմա հարիվը Արմենն էր, թե դու, թե պատասխանի։ Ու մարդը չունի պատասխան, բայց մենք ունենք պատասխան, այո Տերը մեզ գտավ գոհություն նրան, այո Աստված ուզում է որ մեր հավատքները կենթանանա, մեր տնաշինությունը կենթանանա, որ մենք նայենք մեր քարերը ինչպես են դրվում, որտեղ մենք սպասում ենք Տիրոջ խոստումին գալու եմ ձեր հետևից, նա փառքով համբարձվեց, ոչ մեկ չի կարա նրան տեսնի, եթե չտեսնի Աստծո խոսքը, Աստծո խոսքով ենք մենք Աստծուն հանդիպում, Աստծո խոսքի մեջ ենք այդ ճշմարտությունը տեսնում ու իրան ասում ենք շնորհակալ ենք քեզանից Տեր։ Եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքի հետ հաղորդ լինելով քո մեջ պիտի ավելանա, իմ մեջ պիտի ավելանա կենթանի հավատքը, որտեղ Աստծո խոսքն է միայն, որ ունի բժշկության դեղը դնելու քո հիվանդ տեղին ու քեզ ասելու ապրի։ Մենք ընկած, մեռած, կորսված էինք, Տերը անցավ ու մեզ ապրի ասեց, փառավորվի նրա թանկանունը։ Ես միշտ ասում եմ Երանի ու Էրնակ այն օրը, այն առաջի հանդիպումը, երբ որ Հիսուսը մեզ գտավ, ցանկացած մեկը հանդիպել եք նրան, ցանկացած մեկը զգացել եք նրա ողորմությունը, այդ ձևի ասում չարժի ասել, շնորհակալ ենք Տեր, այո շատ ենք շնորհակալ։ Եղբայրներ, քույրեր, մենք երբ որ գալիս ենք Տիրոջ տուն,
Աստված մեզ հետ խոսում է մի բանի համար, որ մենք շտկվենք, որ մենք նայենք մեր հավատքին, նայենք մեր սուրբ կյանքին, նայենք մեր ապրածին ու ասենք ձերը դու Տեր, հանկարծ չթողես, որ թողես անշուշտ գետինը թափված ջրի նման ենք, ընդամենը մի բուր հող, մի բուր ցեղ գոհություն Տիրոջը։ Այո, երեխեքը երգում են, մենք լսում ենք, ուրախանում ենք, բայց առավել պիտի ուրախանանք մի բանի համար, որ Տերը համբարձվել է ու գալու է մեր հետևից։ Առավել պիտի ուրախանանք, որ մեռած էինք, հարություն առանք, կորած էինք, գտնվեցանք, ու այսօր մենք ապրում ենք նպատակով, աննպատակ չենք ապրում անհույսի հույսով, որ ուտենք խմենք, մեկավաղը պիտի մեռնենք, ոչ եղբայրներ, քույրեր, կյանքը սկսում է գերեզմաններից, այո, կյանքը սկսում է հավիտենությունով, եւ մենք պատրաստվում ենք այդ հավիտենության մեջ ապրելու համար։ Աստված սրա համար է մեզ հավաքել, ոչ մեկը մեզ համար չէր մեռնի, ոչ մեկը մեզ համար չէր խաչվի, բայց Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին ղրկեց, որ ամեն նրան հավատացող չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Այսինքն հետագայի մասին է խոսում, որ կա մահ եւ կա կյանք, կա փրկություն, կա տանջանք, որ եթե հավատաս Հիսուսին, նա քեզ խոստացել է հավիտենական կյանք, փառավորվի նրա թանկ անունը։ Մարդիկ ամեն բան անում են իրանց երկրավոր կյանքի համար, բայց մի բան չեն անում, չեն պատրաստում հավիտենության համար, որը շուտով պիտի լինի։ Նրա անունը փառավորվի։ Մի ազնվորություն ասեց. Տերը մեզ էս ինչեր է կատարվում, էս ինչեր է կատարում երկրի վրա, ես իրան ասեցի, բա քեզ ինչ, սա ասեց զարմացած նայեց երեսիս, ասեց խի, ասի մեկը դու պատրաստ չես Հիսուսին դիմավորելու, քեզ ինչ որ կատարվում է նրա համար, որ դու պատրաստվես Հիսուսին դիմավորելու, եթե դու հասկանում ես, որ խոսքը կատարվում է, դու իրան ասա Տեր ինձ պատրաստի երկնքի համար, նրա խոսքը կատարվում է, մեր ուզելով ու չուզելով չի, Տիրոջ խոսքը պիտի կատարվի, Իրանի նրան ովքեր կլսեն այս խոսքերը ու կպահեն, նրա անունը փառավորվի եղբայրներ, քույրեր։ Տերը խոսալու ժամանակ ասեցին Երանի քու ծնողին։ Հիսուսը սրանից ոչ թե շոյվեց, այլ մի կարևոր բան ասեց առավել Իրանի նրան, ով որ կլսի այս գրքի խոսքերը, այս խոսքերը ու կկատարի, բաժին ունեն, եկեղեցին բաժին ունի, ինչն է մեր բաժինը, լսելու ու կատարելու, գործի դնելու ու փոխվելու, հասկանալու, որ Տերը մեզ հավաքել է մեզ փոխելու համար, հավաքել է մեզ ասելու համար, սիրելիներ, իմ գալուստը շուտով է, ու ինչա պետք անել, պատրաստվել, հայտնության գիրքն ասում է, թող հարցն ու հոգին ասեն, եկուր Տեր Հիսուս, նրա անունը փառավորվի, սիրելիներ, Աստված մեզ հավաքել է, որ մեզ վենի վրա հաստատի, որ մեր տունը մենք շինենք վենի վրա, կարևոր է վենի վրա լինելը, կարևոր է Հիսուսի վերքերի մեջ լինելը, սա շատ կարևոր է, որովհետև այդ ամենը մեզ համար կրեց, թող Տերը մեզ օգնի, զորացնի, ես նոր բան չեմ ասում, ընդամենը ուզում եմ թարմացնել մեր հավատքի դավանությունը, մենք հավատում ենք խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսին, ասենք փառք նրան։ Այո, մենք չենք հավատում մեռած Աստծու, մենք հավատում ենք խոսող ու կենթանի Աստծուն, նրան փառք, երկրպագություն։ Մի ազնվորություն ասեց, հարց եղավ, խոսում էինք, սա ինձ ասեց, ձեր հավատացյալներից հարց տվի, ինձ ուրիշ պատասխան տվին, ինձ ասեց, որ այս դեպքը լինի, կապված էր երեխեքին պաշտպանելու բանի տենց հարցերի մասին, ասեց դու ինչ կասես, որ պետք է երեխեքին պաշտպանես, ես աղոթք էի անում, Տեր, ասա ինչ ասեմ, մեկ էլ Սուրբ Հոգին մեջիցս սրան ասեց, իմ Աստված, որին հավատում եմ, խոսում է, տեսնում է, լսում է, ինչ ասի էնել կանեմ, փառավորվի նրա անունը, այս ազնվորությունն ասեց, այ քեզ, ասեցի գիտես ինչ, դու ընդունի Հիսուսին որպես քո Տեր ու անձնական փրկիչ, սա այսպես չի մնալու, մի օր տենց չես խոսալու, մի օր պետք է խոնարհվես, բայց ուշ կլինի, այսօր քո համար փրկության եւ ընդունելության օր է, այսօր քո համար հրավերի օր է, որ դու ընդունես Հիսուսին, վաղը կարող է քեզ համար ուշ լինի, ոչ մեկ իր կյանքի վրա գարանտիա չունի, ոչ մեկը չգիտի ինքը ինչքան կարող է ապրել, ինչքան է որոշված, ամեն որոշումները Տիրոջ ձեռքին են, Աստված այսօր թակում է քո սրտի դուռը ու քեզ ասում է, լսի ես համբարձվել եմ, հորաչում նստել քիչ չի, բայց պետք է գամ ինձ հավատացողի հետևից, քո սիրտը մի կարծրացրու, ասա Տեր, փոխի իմ սիրտը, նորը դու, իմ հավատքը կենթանացրու, իմ շինությունը կենթանացրու Տեր, որտեղ ես ուզում եմ, ուր դու ես, ես էլ եմ դեղ լինեմ, ես հաճախ իրան ասում եմ, Տեր, ինձ չմոռանաս, ինձ ողորմա Տեր, ինչ չմոռանաս,
Դու ինձ չես գտել կորցնելու համար, օգնի որ ես հավատարիմ մնամ մինչև վերջ։ Դու սկի մտածել ես ինչա նշանակում հավատարիմ մնալ։ Եղբայրներ, քույրեր, Իրանի նրան, ով որ Հիսուսի վրայով չի գայթակղվի, այո, հավատարիմ մնալ մինչև վերջ նշանակում է դուրս գալ աշխարհից, ցանկությունից, գայթակղությունից, փակել մեր աչքերը ունայնության համար, բացել երկնքի համար, չդիպչել աշխարհին, չդիպչել մեղքին, բարեկամություն չանել ունայնության հետ, հապա մեր կանչող Սուրբի պես մենք էլ սուրբ լինենք մեր բոլոր վարմունքների մեջ։ Աստված սա է ուզում մեզանից, մենք պատրաստվենք, այո, ով հարց, մենք երգ ունենք, չէ, ուղղիր քո հագուստը, պատրաստվի նրան դիմավորելու։ Ժամանակն է, որ մենք նայենք մեր հավատքին, ամեն մեկս նայենք մեր տնաշինությանը ու ասենք ինձ ողորմատեր, որտեղ եմ սխալվել, որտեղ եմ վրիպել, որտեղ եմ թերություն ունեմ, ինձ բժշկի Տեր, թող նա օրհնի մեզ ու զորացնի մեզ, իր երեսը փայլեցնի մեր վրա եւ մենք մեր Տիրոջ համբարձումով ուրախանանք, որովհետեւ նա գալու է մեր հետևից։ Տերը օրհնի, զորացնի, հաստատի մեր հավատքը, որ մենք պատրաստվենք երկինք գնալուն։ Ամեն։